Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում է մեկ օր ճանաչված մարդկանց հետ հաղորդաշարը եւ այսօրվա մեր հաղորդումը նվիրված կլինի հայ աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանին։ Այսօր մենք կայցել ենք Բյուրականի աստղադիտարան, որտեղ գտնվում է Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանը։ Վիկտոր Համբարձումյանը ծնվել է Թիֆլիսում 1908 թվականի սեպտեմբերի 18-ին։ Հայրը Համազազբ Համբարձումյանը եղել է իրավաբան, գրականագետ։ Նկատելով 3-4 տարեկան որդու թվերի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությունը, հայրն ավելի լրջորեն է զբաղվում օժտված զավակով, զարգացնելով նրա բնատուր բնագիտական ձիրքը։ Դպրոցական տարիներին առավել ցայտուն են դրսևորվում մաթեմատիկայի և աստղագիտության նկատմամբ նրա հակումները։ Այդ տարիներին արդեն հրապարակային դասախոսություններ է կարդում ֆիզիկայի և աստղագիտության խնդիրների վերաբերյալ։ 1924 թվականի մարտին 15-ամյա Համբարձումյանը Երևանի պետական համալսարանում անվանի պրոֆեսորների, դասախոսների, ուսանողների և աշակերտների համար դասախոսություն է կարդում Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության վերաբերյալ, որն ընդունվում է մեծ հետաքրքրությամբ։ Մի քանի ամիս անց նույն դասախոսությունը կրկնում է Թիֆլիսում։ 1924 թվականին Վիկտոր Համբարձումյանը ընդունվում է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական բաժինը։ Մեկ տարի անց տեղափոխվում է Լենինգրադի պետական համալսարան։ 1926 թվականին տակավին ուսանող նա հրատարակում է իր առաջին գիտական հոդվածը, նվիրված արեգակնային ջահերին։ Ուսանողական տարիներին տպագրում է ավելի քան 15 հոդված։ Համալսարանն ավարտելուց հետո 1928-ից 1931 թվականներին Վիկտոր Համբարձումյանն ուսանել է Պուլկովոյի աստղադիտարանի ասպիրանտուրայում, ակադեմիկոս Բելոպոլսկու ղեկավարությամբ։ 1934 թվականին Լենինգրադի համալսարանում 4 տարի աշխատելուց հետո Համբարձումյանը հիմնադրում և ղեկավարում է ԽՍՀՄ առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը։ 1935 թվականին Համբարձումյանին շնորհվում է ֆիզմատ գիտությունների դոկտորի աստիճան, առանց ատենախոսության պաշտպանության, ինչը նրա գիտական մեծ հեղինակության և համաշխարհային համբավի և վաստակի արդյունքն էր։ 1939 թվականին ընտրվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ և նշանակվում համալսարանի պրոռեկտոր գիտակազմակերպչական աշխատանքների գծով։ 1943 թվականին հիմնադրվում է Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիան։ Վիկտոր Համբարձումյանն ընտրվում է փոխնախագահ։ 1947 թվականից Երևանի համալսարանի պրոֆեսոր էր։ 1947 թվականին ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, փոխարինելով Հովսեփ Օրբելուն։ 1947 թվականին հրատարակում է իր հայտնի աշխատանքը «Աստղերի էվոլյուցիան և աստղաֆիզիկան», որում ապացուցում է, որ իր հայտնագործած աստղային համակարգերը, աստղասփյուռները կազմված են միանման աստղերից և դրանով է պայմանավորված նմանատիպ աստղերի բարձր խտությունը։ Համբարձումյանի ստացած արդյունքներով աստղասփյուռների տարիքը չէր կարող գերազանցել մի քանի տասնյակ միլիոն տարի։ Եզրակացվեց նաև, որ նույն աստղասփյուռի բոլոր աստղերը առաջացել են միասին։ Դրանով իսկ ապացուցվեց, որ մեր գալակտիկայում աստղաառաջացման պրոցեսը շարունակվում է, և ծեր աստղերի հետ միասին գոյություն ունեն նաև երիտասարդ աստղեր։ Այս աշխատանքի համար Վիկտոր Համբարձումյանը 1950 թվականին արժանացավ պետական մրցանակի։ 1948-ից 1955 թվականներին եղել է միջազգային աստղադիտական միության փոխնախագահ, 1961-ից 1964 թվականներին նախագահ, 1968-ից 1972 թվականներին գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ։ 1953 թվականին Վիկտոր Համբարձումյանն ընտրվում է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ 1966 թվականին Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվեց միջազգային աստղագիտական միության 29-րդ ժողովը, ինչը վկայում է Բյուրականի աստղադիտարանում իրականացվող հետազոտությունների կարևորության մասին։
Մինչև կյանքի վերջը Վիկտոր Համբարձումյանը համոզված էր, որ մեր ժամանակներում նույնպես գալակտիկաներ են ծնվում։ Վիկտոր Համբարձումյանը աշխարհի ավելի քան 30 ազգային ակադեմիաների և միջազգային կազմակերպությունների պատվավոր անդամ էր, իսկ 1958-ից 1961 թվականներին գլխավորել է միջազգային աստղագիտական ընկերությունը։ Նա 2 անգամ ընտրվել է Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ։ 1993 թվականին դառնում է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պատվավոր նախագահ։ 1994 թվականին արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Մահացել է 1996 թվականի օգոստոսի 12-ին Բյուրականում։ Թաղված է Բյուրականի աստղադիտարանի 2.6 մետր աստղադիտակից ոչ հեռու Համբարձումյանների ընտանեկան գերեզմանատանը։ Նրա առանձնատունն այժմ մեծ գիտնականի տուն-թանգարանն է, իսկ Բյուրականի աստղադիտարանը 1998 թվականից կրում է իր հիմնադրի Վիկտոր Համբարձումյանի անունը։ Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908 թվականին սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում։ Մտավորականի ընտանիքից է եղել։ Իսկ իր նախնիները եղել են Բասարգիչայից, այժմ Վարդենիս քաղաքը, որ կա։ Դա Սևանա լճի մոտ է գտնվում։ Համբարձումյանը, որ եղել է 7 տարեկան, այդ ժամանակ իր հայրը հանրաշվական խնդիր է տվել եւ ինքը լուծել է։ Հենց փոքրուց իր մեջ եղել է սերը մաթեմատիկայի նկատմամբ։ Հետո սովորել է Թիֆլիսի 3-րդ գիմնազիայում 4-րդ, ավարտելուց հետո Լենինգրադի համալսարանում է սովորել, ճիշտ է 1 տարի առաջ մանկավարժականը նոր համալսարանը իր քրոջ հետ Գոհարի եւ հետո ասպիրանտուրա է սովորել։ Այստեղ ցույց տամ իրենց ընտանեկան նկարներն են, հայրն է Համազազփ Համբարձումյանը, մայրը Ռիփսիմեն, քույրը Գոհարը, եղբայրը Լևոնը, որը վաղ հասակին մահացել է, եւ Համբարձումյանը նկարն է։ Եվ ես ասեցի, որ ասպիրանտուրա է սովորել, Ալեքսանդր Բելապոլսկին եղել է իր ղեկավարը։ Ու Լենինգրադում աշխատել է մինչև 43 թվականը։ 31 թվականին, որ Լենինգրադում եղել, հանդիպել է Վերա Ֆյոդորովնային, Վերան եղել է ռուս։ Եվ ամուսնացել են, ունեցել են 4 երեխաներ, սեղանի վրա դրված է 4 երեխաների նկարներ ընտանիքներով, Կարինեն իր ընտանիքով, Ելենան, Ռաֆիկը, Ռուբենը։ Երկուսը մաթեմատիկոսներ են, ապրում են Հայաստանում։ Դե հիմա արդեն Կարինեն գնացել է արդեն Լենինգրադ իր աղջիկների մոտ, մեկն է այստեղ Հայաստանում եւ երկուսը ֆիզիկոսներ են, Ռուսաստանում են ապրում։ 43 թվականին, որ հիմնվել է մեր ազգային ակադեմիան, պրեզիդենտ եղել է Հովսեփ Օրբելին։ Եվ Համբարձումյանին խնդրել է, որ Լենինգրադի գործերը թողնի եւ գադառնա փոխպրեզիդենտ, այդպես էլ արել է։ Իսկ 46-ին հիմնադրել է այս Բյուրականի աստղադիտարանը եւ եղել է տնօրենը։ Այն ժամանակ այսպեսի շենքեր, բնություն այսպես չի եղել։ Մի կողմի շինարարություն է գնացել եւ մի կողմից էլ բացօթյա դիտակներով, փոքր դիտակով դիտումներ է արվել։ Հիմա մեր բոլոր դիտակները գմբեթի ծածկի մեջ են, իսկ այն ժամանակ եղել այսպես փոքր դիտակ եւ ասում են առաջի դիտակը 20 սանտիմանոց դիտակ եղել, որը Համբարձումյանը հենց աշխատել է։ Այսպես եղել։ Իսկ 47 թվականին Համբարձումյանը ստացել է Ստալինյան մրցանակ, ես դա շեշտում եմ, որ իր աշխատավարձն է դա եղել։ Դրանով կառուցել են այս տունը, իր տունը եւ աստղադիտարանի ամբողջ Փարիզը։ Ու 50 թվականին իր ընտանիքով հայրը մայրը միասին ապրել են այստեղ մինչև Համբարձումյանի մահը։ Վիկտոր Համբարձումյանը մահացել է 96 թվականին, իսկ 1 տարի շուտ մահացել է կինը Վերա Ֆյոդորովնան։ Բայց ասեմ, որ Համբարձումյանը մտածել է, որ սա ոչ թե իր տունն է լինելու, այլ ոչ, որ լինի աստղադիտարանի տնօրեն իր տունը։
46 թվականից մինչև 88 թվականը եղել է Աստղադիտանի տնօրեն եւ երբ որ դուրս եկել տնօրենությունից, մյուս տնօրենին ասել է, որ եկեք դուք այստեղ ապրեք, ես դուրս եմ գալիս, մյուս տնօրենը հրաժարվել է եւ այսպես էլ մնացել է Վիկտոր Համբարձումյանի տունը։ Եվ իր մահից հետո 98 թվականին դարձրել են տուն թանգարան։ Այստեղ միայն ավելացվել է գորգերն ու ցուցափեղկերը եւ մի փոքր ինչ-որ նկարներ եւ գրություն, որտեւ եթե նայեք, այստեղ նկարը որ կա Վիկտոր Համբարձումյանը նստած, նույն ձևի եղել է հենց իրեն ժամանակ։ Եվ դե 47 թվականից էլ մինչև 93 թվականը եղել է ակադեմիայի պրեզիդենտ։ Այս տանը ինչ տեսնում ենք բոլորը իրենցն է պատկանում։ Սա իրենցան հացամանն է եղել, շատ հետարքիր, գեղեցիկ։ Հոր նկարն է Համազազդ Համբարձումյանի, որ Սարյանն է նկարել եւ ասեմ, որ Մարտիրոս Սարյանը այս տանը ապրել է 2 ամիս եւ շատ նկարներ է նկարել այստեղից եւ հետո որ գնացել է Սարյանը ներկեր է թողել այստեղ։ Համբարձումյանի տղան Ռուբենը 12 տարեկան է եղել, վերցրել է լուսկու տուփը ու մխրճեց Սարյանի ներկերի մեջ, փակսրել ստացվել է այն, որ տեսնում են կարմիր կապույտ այդ նկարը, դա Սարյանի ներկերով է, թե ինչ է այդ ժամանակ մտածել նկարը, դա անհայտ է։ Ես դա ուզում եմ ասեմ, որ իմանանք, որ այստեղ շատ հայտնի հյուրեր են եղել, եւ Սարյանն էլ, եւ հետո հայտնի հյուրերին էլ հյուրասիրել են առշտա։ Մեր հայկական ուտեստը։ Իր պապի նկարն է Ասատուրի, եւ ասեմ, որ Վիկտոր Համբարձումյանը իմացել է 7 լեզու հստակ։ Դա հայերեն, ռուսերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, կես վրացերեն, կես ֆրանսերեն, կես կարդալը գիտի, գրելը ոչ, դրա համար կես, բայց 7-ից ավել այս տանը կա գրականություն, հունական հանրագիտարան ունենք, շումերենի, մյուսենյակում կա չինական աստղային քարտեզ, դրանք կարդացել է բառարանների միջոցով Համբարձումյանը, օգտվել է բառարանից։ Իսկ այս ցուցափեղկը դրված այս գրքերը պատկանում է իր հորը Համազասպին։ Վիկտոր Համբարձումյանի հայրը եղել է թարգմանիչ, իրավաբան, բանաստեղծ եւ իլիական ղոդիսական գրքերը հունարենից թարգմանել է հայրեն, իր հայրը Համազաստ Համբարձումյանը։ Եվ մենք գիտենք հայ մտավորականները Թիֆլիսում, չէ, Վերնատան եղել եւ իր հայրն էլ այնտեղ աշխատել, թղթակից եղել։ Եվ այստեղ դրված են հուշամեդալները, սրանք համալսարանների կողմից են։ Օրինակ տեսեք, ես ասեցի 1 Ստալինյան մրցանակին, ինքը ստացել է Ստալինյան 2 մրցանակ, Վավիլովի, Լոմոնոսովի, Լենինի 5 շքանշան, այսպես շատ, որոնք մեծ արժեքներ են կազմել եւ այդ բոլոր գումարները ծախսվել է Աստղադիտանի շենքերի կամ ինչ-որ նպատակի համար է եւ օրինակ ասում են եւ իր աշխատավարձը Աստղադիտարանի օգտագործել են ժամանակ դրսից արտասահմանից ամսագրեր են ներմուծում այստեղ որ աստղագետներ ուսումնասիրեն դրա համար են գումարը դրվել իսկ ակադեմիայի պրեզիդենտ որ եղել է այդ գումարով իր ընտանիքը ապրել է Չէ Գևարոյի պատկերը որ մի շատերն ասում են ինչ կապ կա Համբարձումյանի եւ Չէ Գևարոյի միջեւ որ այստեղ է հենց եկել այսպես եւ ասեմ սա Վրաստանի աստղագետների կողմից է նվեր եւ յետևը մանկագրություն է գրված որ Չէ Գևարոն հեղափոխություն է արել մարդկության մեջ իսկ Համբարձումյանը դիեզերքում Թոփալյանի Վեգայի սա մեր Հայաստանի հանքային հանածոներն են նվերներ են դե սա Բալգարիա ինստիտուտի կողմից է նվեր Ինչպես հայ ընտանիքներում չէ եւ Համբարձումյանն է սիրել է խաղալ շախմատով եւ այստեղ շախմատ, նարդի Սա Չադ լճի ափին գտնվող Թիթեռնիկի թևերից պատրաստած Աֆրիկուհի է, շատ գեղեցիկ է դա, հետարքիր է եւ սա էլ է շատ հետարքիր Սա քարայց է, հոլոգրամ տարածական պատկեր է որը 70 թվականին ռադիոֆիզիկա ինստիտուտը նվիրել է Համբարձումյանին որ ես շատ անգամ էքսկուրսիա եմ անցկացնում երեխաներին միշտ թվում է շատերին եւ մեծերին որ ապակուց այն կողմ ինչ որ արձան է դրված եւ կամ պատը խորություն ունի բայց այսպիսի բան չկա այնտեղ միայն հա ոչ մի բան չկա միայն ապակին է եւ ապակու տակը դրված բարակ պղնձե թիթեղն է որը եթե առանձնացնում ես միայն թիթեղի վրա այդ քարայցն է գծված Ուրիշ ոչ մի բան։ Ու սենց եթե փակցնում է շատ հետարքեր ինքը
պատկեր ունի։ Այս երկու նկարները, սա 96 թվի նկար է, մութ ու խավար տարիների ընթացքում է դա եղել, այս տանը չի եղել, որտեղ շատերը միշտ ասում են այստեղ է եղել, տեսնենք այդ նկարը, բանը եւ սա ասեմ իր աղջկա տանն է եղել Կարինեի։ Կարինեն աշտարակում, իր աղջիկը Կարինեն աշտարակում Բագավանում էր ապրում եւ որը իրենց տանն էր։ Մեկ տարի շուտ որ մահացել էր Վերա Ֆեդորովնա եւ այդ ժամանակ այնտեղ են եղել եւ վարանի կողքը այդպես նստա եւ ճիշտ է ժամանակ ուզեցել են լույսը միացնել ուրիշները այսպես որ իմանալով Համբարձումյանը այդտեղ է բայց Համբարձումյանը չի ցանկացել ասել է ինչպես իմ հայ ժողովուրդն է ապրում այնպես էլ ես կապրեմ այսպես եւ այս ցուցափեղկում ցուցադրված են ձեռագրերը, ինքնահոսակնոցը, այս թղթի վրա գրված է իր կտակը, որ ես ասեցի գիտական գրականության մասին եւ հետո իր թորներին, ծորներին խնդրել է, որ հայ մնան, չմոռանան հայոց լեզուն։ Դա եղել իր ցանկությունը։ Եվ մյուս ցուցափեղկում իր գրքերն են ցուցադրված, իր աշխատություններն են Եվ այստեղ կա հենց տեսական աստրոֆիզիկան, որ հենց տեսական ֆիզիկան է Համբարձումյանը ուսումնասիրել, որը դա 39 թվականին հրատարակվել է ռուսերեն, նոր նայից հետո տարբեր լեզուներով եւ հեղինակը հենց Վիկտոր Համբարձումյանն է։ Եվ այստեղ տարբեր հայտնի մարդիկ իրեն ինչ են ուղղել, եւ Վազգեն առաջինը, Օկտիկ Արևշատյանը, որը իր օգնականն է եղել։ Եվ օրինակ շատ հետաքրքիր բան կա, օրինակ 16 տարեկանում Երևանի պետական համալսարանում կարդացել է Էյնշտեյնի թեորիայի դասախոսություն, որն ասում են մեծ ցնծություն է առաջացրել, հետո էլ հրավիրել են գնա Թիֆլիսում էլ կարդա այդ դասախոսությունը։ Հա, այդ 16 տարեկան եւ ոչ թե ուսանողների համար է կարդացել, հəl նոր պիտի հա, այլ դասախոսների, դա է շատ հետաքրքիր։ Կամ օրինակ ես այդպես անցումը շատ արագ ասեցի, Լենինգրադի համալսարանում որ սովորել է դիպլոմը չի վերցրել։ Անցել է մոտ 50 տարի, նոր որ գործով այցելել այդ համալսարան, տեսել են դիպլոմը հանձնված չի։ Հանձնել են Համբարձումյանին եւ գրանցել են այն օրով, երբ որ պիտի ստանա 28 թվի ետին թվով։ Եվ ասեմ, դիպլոմը ստանալուց հետո նորից չկա կորցրել են։ Որտեւ ասում են Համբարձումյանը երբեք ուշադրություն չի դարձրել այսպես դիպլոմ, մեդալ, այդպիսի գործին, կարևորություն է տվել գործը, գործն է կատարել, որ հիմա բոլոր աստղագետները շարունակում են այդ աշխատանքը եւ հետո ինչի համար չի վերցրել, որտեւ ինքը համալսարանը ավարտելուց հետո ստեղծել է առաջի աստրոֆիզիկայի ամբիոնը եւ եղել է ղեկավար, հետո պրոֆեսոր, հետո դոկտոր, առանց դիսերտացիա պաշտպանելու։ Եվ այդ ընթացքում ինքը արդեն շատ գործեր էր անում, գործերով ապացուցում էր։ Եվ դրա համար կարիք չի եղել, որ ինչ-որ դիպլոմը միտեղ ներկայացնի նոր այսպես եղել։ Բարձրանանք երկրորդ հարկ։ Երկրորդ հարկում ննջարաններն են եւ իրենց ննջարաններից վերցրել ենք աշխատասենյակ, այսպես կան եւ սա ասեմ ժամանակին ես փոքր սենյակը եղել է լուսանկարներ, որ հանում էին սովետի ժամանակ, այսպես պրայավկա, պրավիցեր, որտեվ ես որ հենց եկանք այդ ժամանակ մաքրեցինք, այդտեղ այդ սարքավորումները կար եւ իջեցրեցինք ներքև եւ հետո դարձրեցինք մեզ համար աշխատասենյակ, որտեվ այս իրերը պետք է բոլորը գրանցվի, պահվի եւ ասեմ այս մի ննջար դուրը որ փակ է, այս մի ննջարանը իր ընտանիքին է։ Իրենց ընտանիքը ամեն տարի այստեղ գալիս է, ցանկություն ունի հանգստանալու, մենք բանալին տալիս ենք, իրենք հանգստանում։ Առաջ այսպես է, որ գալիս էին ներքևի այդ սեղանի վրայի նկարները որ կա, չէ, եթե հիմա մենք էքսկուրսիա ենք անցկացնում, որևէ մեկը որ ձեր տա, ասում ենք չի կարելի։ Բայց իրենք այսպես հավաքվում են այնտեղ սպասքը, խոհանոցը, ոնց է հայրական տունը։ Այսպես իրենք ապրում էին, մենք էքսկուրսիա չէինք անցկացնում։
եթե այգում են լինում, տենց 1-2 հոգի որ գալիս է։ Բայց այս վերջի տարիները, որ դե արդեն մեծացել են, փոքր չեն, 84-3 տարեկան, եւ գալիս են հյուրանոցում են մնում, բայց արդեն ցերեկներ այստեղ են։ Միշտ նախանցած տարի, որ Ելենան եկավ եւ ասում է, Անուշ, ես բարձանում եմ մայրիկի սենյակը, սա իր մայրիկի սենյակն է, Վերա Ֆյոդորովնայի ննջարանն է։ Ասում են, այդ պատշգամբը այնպես են կառուցել, որ այստեղից Մասիսարը երևա, եւ հենց այստեղից է Սայրանը նկարել շատ նկարներ, որ ես ասեցի, Սայրան այստեղից նկարել է շատ նկարներ եւ Շմիդի 1 մետրանոց դիտակն է, որը ասում են ամեն օր պիտի դիտվեր։ Եթե մեկ օր չբացվեր, դիտում չարվեր, Համբարձումյանը տեսնում էր եւ պիտի գնա ճշտեր, բարձեր թե ինչ է կատարվել, որ դիտում չեն արել։ Դա որ ասում են Շմիդի 1 մետրանոց, դա ապակու հայլու տրամագիծն է լինում եւ դա Հիտլերը որ պիտի Մուսոլինիին նվիրեր, հետո որ պատերազմը եղավ էլ դա չստացվեց, չհաջողվեց Հիտլերի նպատակը, հետո տեղափոխեցին Լենինգրադ, նոր դե կիսավարտ է դա, այնտեղ ավարտեցին, նոր արդեն Համբարձումյանը բերեց արդեն այստեղ, որը շատ աշխատանքներ է կատարել։ Եվ ցույց տամ այս մահճակալը, մենք որ գնալուց ցույց տամ այնտեղ հանգստի սենյակը, հենց այս մահճակալի վրա է մահացել Վիկտոր Համբարձումյանը, հանգստի սենյակում է դա եղել։ Իջեցրել են մեկ շաբաթ որ ծանր է եղել Համբարձումյանի վիճակը, իջեցրել են դա ներքև, հետո մահանալուց հետո նորից բարձրացրել են, որովհետև իրենց ընտանիքն ասում է ինչպես եղել է, մենք վերջի ժամանակներ այսպես պիտի պահպանենք։ Սա էլ Համբարձումյանի ննջարանն է, եւ ես միշտ ցույց եմ տալի, որ քնել է այս 4 թախտի վրա։ Տեսեք, մեջքի խնդրեմ է ունեցել դրա համար։ Այսպեսի հասարակ եւ հետո այս բոլոր գրքերը ինքը կարդացել է։ Պոեզիա է սիրել։ Այսպես հասարակ ճիշտ է, հասարակ տան մեջ են ապրել։ Մենք ճիշտ է գնում ենք, որ մեկ-մեկ ասում են հասարակ, ես ասում 50 թվականին ենք նայում, շատ ընտիր գեղեցիկ եղել, բայց հետո Համբարձումյանը, տեսեք, չեն ավելի թարմացրել, ավելի կարող են կահույք փոխել, բայց չեն արել, որտեվ կարևորություն է տվել, ես դա միշտ ասում եմ, իր աշխատանքներին, որը եւ այնտեղ մենք իր բաները կա, պատվիրանները, միշտ ես երեխաներին ասում եմ, որ կարդացեք եւ հետո ասում եմ նկարեք, տարեք, որտեվ հիմա կարող է կարդակ եւ բան չանեք, չպատկերացնեք ինչ է ուզեցել ասել, դուք ասում եմ տանը մի հատ էլ կկարդաք, նոր կպատկերացնեք, թե իմաստը ինչ է։ Այստեղ իր պատվիրաններն են, ասում ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայրեն, այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորացնել հաջորդին հայոց լեզուն։ Կամ սա ասում է չգնալ տրորված ճանապարհով, չհրապուրվել վաղանցիկ մոդայով, մնայուն արժեքներով առաջնորդվելը մեր հետագա հաջողությունների գրավական է։ Եկել խումբ կար եւ երեխաներին ասում եմ դա ինչն է եւ այնտեղ հենց ծնողներից ես միշտ հեռախոսն եմ ցույց տալիս, որ դա է եղել, որ անցողիկ է։ Եվ ծնողներից մեկն էլ հենց ցույց տվեց, ասում է, սա է, որ երեխաները անցողիկ է, ու իսկապես ասեցի ինչ է տարկիր էր, էլի։ Եվ իրականում մնայուն արժեքներով պիտի առաջնորդվել։ Եվ ասում է հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է զգա, որ նա պարտավոր է այս կամ այն ձևով հաշվետու լինել հասարակության առջև, որը հիմա ես եւ ասում ենք ոչ մեկս մեր մեջ էդի չկա, հաշվետու չենք լինում։ Ասում ենք ինչ անում ենք, լավ ենք անում, բայց դա ճիշտ չի։ Որը եւ Համբարձումյանի դա 3 պատվիրաններն է։ Եվ այստեղ իրենց տոհմածառն է։ Եվ մյուս ցուցափեղկում դրված են դիպլոմները եւ մրցանակների փաստաթղթերն են եւ այստեղ էլ սա 1905 համարի փոքրիկ մոլորակը, որը Վիկտոր Համբարձումյանի անունով է եղել, այո։ Եվ այս հենց կտակը կարող եք այսպես բանանել, ես դե այնտեղ մի քիչ ուրիշ ձևի ասի, բայց այստեղ այսպես ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայրեն,
անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում իր մեջ հայկական արյունը։ Եվ այնտեղ ինքը նշում է Համբարձումյանը ոչ թե արյունն փոխանցում, այլ գաղափարն էր դա։ Եվ այս լուսավորչի կանթեղը, որ Համբարձումյանը շատ է սիրել, դա Թումանյանի լուսավորչի կանթաղն է եւ իր ձեռքով գրված է եղել, սեղանի վրա դրված եղել, հետո մենք այսպես փակել եւ գրված են այս պարգևները, մրցանակները, ոչ բոլորն են։ Եվ նկարները տարբեր հյուրերի կողմից նվերներ են, Արգենտինայի նախագահը 71 թվականին է նվիրել, սա հնագիտության ինստիտուտն է 60-ամյակին նվիրել, այսպես Մուրավիովի նկարները 3 հատ, որ Համբարձումյանին, սա իր տղայ։ Եվ այստեղ այդ չինական, սա հանգստի սենյակն է, Վիկտոր Համբարձումյանի հանգստի սենյակն է, բայց ասում են դրսից աշխատողը, որ գործով եկել է Համբարձումյանի մոտ, ավելի շատ այստեղ աշխատանքային է ընդունել, քան թե հանգստի։ Եվ հենց այդ սենյակում էլ մահացել է Վիկտոր Համբարձումյանը։ Եվ այս ձախ կողմում էլ չինական աստղային քարտեզը կա, որ ես ասեցի 7 լեզուից ավել, որ Համբարձումյանը դա ուսումնասիրել է։ Այո, հենց դիտակից մի քիչ այն կողմ է, մեծ դիտակից 2.6 մետրանոց դիտակից մի փոքր այն կողմ, այնտեղ իրենց ընտանեկան հայրը, մայրը, Վերա Ֆյոդորովնան, քրոջ, այսպես։ Եվ այդտեղ էլի կան Բենիկ Մարգարյան, այսպես գիտնականների, այսպես է։ Եվ ցույց տամ սա, այս նկարը, սա ոչ թե նկար է, այլ խալի, գորգ։ Դա շատ հետաքրքիր աշխատանք է։ Սա Տեր-եւ Տիկին Արաքսյա Վաղինակ Ղազարյաններն են բերել Համբարձումյանի 100-ամյակի առթիվ թանգարանին եւ պես շատ հետաքրքիր աշխատանք է։ Չգնալ տրորված ճանապարհներով, չհրաբուրվել վաղանցիկ մոդայով, մնայուն արժեքներով առաջնորդվելը մեր վաղվա հաջողության գրավականն է, ասում էր Վիկտոր Համբարձումյանը։ Այսօրվա համար այսքանը, մինչ նոր հանդիպում։